Ռոդենը ասում էր, որ քանդակը պիտի լինի այնպիսին է, որ կարծես կյանքը նրա միջից ուզենա դուրս գա։ Մարդու բնույթն է, չէ, անընդհատ փնտրել, անընդհատ գտնել։ Դա մի բան է, որ շնչելու նման, ոնց որ անդադ քեզ հետ է։ Հեղինակը ցանկացած ստեղծագործություն ստեղծելիս պետք է ապրի։ Իրական արվեստագետը կընտրի ինչ գրի, ինչ չգրի։ Լավ երաժշտությունը կարող է իսկապես հանել տխրությունից, հանել վատ վիճակներից։ Շատ փիլիսոփաներ ուսումնասիրել են այս հարցը եւ այսօր է կա երաժշտաբուժություն։ Կարծես թե վազում ենք երջանկության հետևից։ Բոյի ցնծություն, այսպես ասեմ, որ կաս, որ տեսնում ես, լսում ես, ապրում ես, խոսում ես։ Ռոբոտացված մեր կյանքում շատ կարևոր է զգալ։ Սա խապկանք է։ Իրական ազատությունը ներքին ազատությունն է։ Կյանքն առանց հավերժության հեռանկարի անիմաստ է։ Կյանքի ճանապարհին մարդը կարող է մնալ լույսի կողմ, ստեղծել, փոխել եւ ոգեշնչել։ Այսօր մեր հյուրը հենց այդպիսի մարդ է։ Նա երաժշտությամբ խոսում է հոգու լեզվով։ Նրան հաջողվել է զուգահեռ կրթական եւ ստեղծագործական ուղիներ անցնել եւ այդ ամբողջը ուղղել մեկ մեծ նպատակով՝ ծառայել մարդուն հոգով, սրտով եւ երաժշտությամբ։ Մեր հյուրն է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։ Բարև ձեզ, պարոն Գյանջումյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ։ Ինձ միշտ ոգեշնչել է այն գաղափարը, որ տարբեր ոլորտներում կրթություն ստացած մարդիկ այլ մտածողություն են բերում արվեստ։ Դուք մաթեմատիկա եք սովորել, այնուհետև իրավաբանություն։ Ինչպես եք զգում այդ փոխկապակցվածությունը ստեղծագործության հետ։ Կա այսպիսի մի գաղափար, որ եթե դու մասնագիտացված ես ինչ-որ մի ոլորտում, եթե դու հետաքրքրասեր մարդ ես եւ սիրում ես ճանաչել, բնականաբար դու չես սահմանափակվում միայն այդ ոլորտով եւ խոսքը այսպեսի, որ ինձ շատ մոտ է, փիլիսոփաներից մեկն այն արտահայտել այս գաղափարը, որ քիմիկոսն ու միայն քիմիկոսը կիսատ քիմիկոս է։ Եվ Բրունո Վալտերը երաժիշտ ասել էր, երաժիշտն ու միայն երաժիշտը կիսատ երաժիշտ է։ Իսկ Ռոդենը ասում էր, որ քանդակը պիտի լինի այնպիսին է, որ կարծես կյանքը նրա միջից ուզենա դուրս գա, այսինքն մեջից այդ ճնշումը պետք է կարողանալ դիտարկել, այսինքն պետք է այդպիսի կենթանի լինի եւ ես համեմատում եմ դա հենց սրա հետ, երբ որ դու սիրում ես աշխարհը, սիրում ես ճանաչել, անկախ քո մասնագիտությունից, դու այն իրականացնում ես ավելի լավ, որովհետեւ դու սիրում ես աշխարհը, չէ՞ որ ճանաչում ես։ Եվ եթե սիրում ես աշխարհը, ինչ որ անում ես կապված է այդ աշխարհի հետ, նշանակում է ավելի սիրով ես անում։ Դե մի բան քեզ հետաքրում է, դու իմանում ես ավելի խորքային, նշանակում է ավելի սիրով եւ որոշակի յուրահատուկ մոտեցմամբ ես վերաբերում դրան եւ նշանակում է ամեն առնչություն, որը կապված է հենց քո մասնագիտական ուղղվածության հետ, դու ավելի նվիրումով կանես, որովհետեւ ամեն ինչն էլ կազմում է այս աշխարհի մասը։ Բժիշկ ես ուրեմն ավելի լավ կբուժես, եթե դու գիտես օրինակի համար աշխարհագրություն, իսկ աշխարհագրությունը մեր մոլորակն է, որ ամոչը փոխկապակցված է։ Եվ դու բուժում ես մի մարդու, որ ապրում է այն մոլորակի վրա, որը դու սիրում ես, որը ուսումնասիրում ես, եւ մարդն է, որպես արարչագործության պսակ։ Այ պարոն Գյանջումյան, դուք նշեցիք, որ մարդիկ լինելով շատ հետաքրքրասեր, մարդու բնույթն է, չէ, անընդհատ փնտրել, անընդհատ գտնել, ինձ հետաքրքիր է, ես միշտ մտածել եմ, ինչպես մարդը հասկանա, որ հենց դա է իրենը, եւ ձեր պարագայում ինչպես եղավ այդ պահը, այդ ներքին համոզմունքը, որ հենց դա է, երաժշտությունն է ձերը։ Ես երևի դեռ դպրոց չէի գնում, բայց այսպիսի ներքին մի վստահություն կար, ձգտողականություն կար դեպի երաժշտությունը եւ ձգողականություն անգամ ասեմ եւ միշտ երազանքս եղել լինել կոմպոզիտոր դառնալ եւ երազանքս իրականացավ տարիներ անց։ Գիտեք ինչպես գալ, դա մի բան է, որ շնչելու նման, ոնց որ անդադ քեզ հետ է։ Դա եւ քո հաճախականությունը ներքին համընկնում է այդ հաճախականության հետ, այդ մասնագիտության։ Իսկն ես կարողանում եմ երաժշտության միջոցով արտահայտել իմ մտքերը, հա, ու երբեմն sense ինձ բռնում եմ այն բանի վրա, որ ասում հետաքրքիր է, իմ մտքերն է երգում, չէ՞, կամ կատարում։ Երաժշտությունը իմ մտքերն են, իմ հույզերի, իմ ապրումների, իմ աշխարհընկալման կոդավորումն է, ապա կոդավորվում է
ունկնդրի կողմից եւ բացում դա միտք է, դա գաղափար է, դա աշխարհընկալում է եւ հնարավոր չի չզգալ։ Հնարավոր չէ չզգալ եւ դրա համար այդ ծնողները շատ նուրբ բանի երկընտրանքի առաջ են կանգնում, երբ որ ինչ-որ մասնագիտություն պոպուլյար է կամ պահանջված է, բայց չի կարելի երբեք ասել չէ, գնա, որտեվ ասենք սա ռեյտինգային ավելի բարձր է, պետք է զգալ, գուցե մասնագետներին դիմել կոնսուլտացիաներ, բայց շատ կարևոր է մարդ սիրի այն գործը, որով զբաղվում է։ Դա մեծ երջանկություն է։ Իսկ ձեզ մոտ ինչպես է ստեղծվում երաժշտությունը, օրինակ, երբ որ մենք լսում ենք որակյալ երաժշտության մասին է խոսքը, լսում ենք որակյալ երաժշտություն, կարծես թե այդ երաժշտությունը երկնքից է իջնում, բայց հետո զգում ես, որ ամբողջը ներսից է, հոգով զգում ես, այդ ձեր մոտ ինչպես է ստեղծվում այդ երաժշտությունը։ Առաջին այդ կայծը դա առեղծված է։ Հենց եթե դու իսկապես կոմպոզիտոր ես, դու էլ ինչի վերջ դա չես կարողանում հասկանալ, թե ինչպես այդ vocation-ը եղավ, ինչպես այդ հիմնական գաղափարը փայլատակեց քո էության մեջ, քո մտքում եւ ծնվեց գաղափարը, միտքը, երաժշտական միտքը կապված այս կամ այն զգացմունքի, զգացողության, ոգևորության հետ եւ հետո արդեն դու որպես պրոֆեսիոնալ սկսում ես աշխատել այդ նյութի հետ, հղկել ու էլի ոգեշնչվածություն է պահանջում դա, բայց այդ առաջին այդ հանդիպումը նոր գաղափարի հետ առեղծված է, թե ինչպես է դա գալիս, հետո դու սկսում ես աշխատել, բայց կա այստեղ եւս մեկ ըստ իս հրաշալի եւ զարմանալի մի բան, որ հեղինակը հենց ինքն է կողքից հենց կարծես կողքնակի հայացքով կողքից նայելով ինքն էլ է վերապրում այն հույզերը, որոնք հենց իր գրած երաժշտության մեջ են։ Այսինքն ինքն էլ է ստանում այն գեղագիտական բարոյացությունը եւ հաճույքը, երբ որ հենց լսում է կամ ասենք դիտում է իր ստեղծածը, հասկանում եք ինչ հետաքրքիր բան կա։ Ոնց որ մի համով կերակուր պատրաստես եւ ինքն էլ հաճույքով ամբողջ տեսակ։ Չգիտեմ, այսպեսի մի կենցաղային օրինակ ասպայն մտածեցի, բայց պատկերացնում եք, այսինքն դու քո ստեղծածից հաճույք ես ստանում։ Իսկ պարոն Գանջումյան, հետաքրքիր է, դուք ստեղծելով շատ գեղեցիկ երաժշտություն, այդ երաժշտությունից ստանում եք գեղագիտական հաճույք, բավարարվածություն, իսկ ինչ եք զգում, երբ որ գիտեք ձեր երաժշտությունը խոսում է մարդու հոգու հետ։ Եղել են դեպքեր, երբ որ ես կիսվել եմ, որ ձեր շատ ստեղծագործություններ, բայց այս պահին հիշեմ մեկը, Հավատա եւ աղոթի երգը, իսկապես մեծ հուզում է փոխանցում մարդուն, ապրում ես այդ երգը լսելիս եւ վստահ եմ, որ շատերն են կիսվել իրենց ապրումներով ձեզ հետ։ Դուք ինչ եք զգում, երբ որ մարդ պատմում է իր հուզումի մասին, խորը հուզումի մասին։ Ինձ համար շատ թանկ են այդ այսպես ասած պատմությունները, երբ որ ինձ պատմում են, թե ինչ ազդեցություն է թողնում երաժշտությունը, կոնկրետ այս խոսում ենք իմ գրած երաժշտության մասին, երաժշտությունը մարդկանց վրա եւ այդ պատմությունները ինձ համար շատ թանկ են եւ կարեւոր եւ մոտիվացնող ու շատ են եղել, որ մարդը զգացել է, որ ներման այդ ալիքն է իր մեջ ուրեմն սկսել աշխատել, երբ որ ինքը լսել է այս կոնկրետ ինչ-որ մի ստեղծագործություն, Հավատա եւ աղոթի երգի հետ կապված կան շատ պատմություններ, այլ երգերի հետ, դա ինձ շատ մոտիվացնում է։ Ընդհանրապես երաժշտությունը դա գաղափարախոսություն է եւ երաժշտության գերֆունկցիան, ինչպես որ ընդունված է երաժշտագիտության մեջ, համարել է փիլիսոփայության մեջ, դա կրթական ֆունկցիան է։ Երաժշտության գերֆունկցիան դա կրթական ֆունկցիան է։ Երաժշտությունը դա կոդ է, որը ապակոդավորվում է, ինչպես ես ասացի, ունկնդրի կողմից։ Եվ նա սկսում է ապրումակցել ում հենց հեղինակին, բայց դրան ավելացնելով սեփական հույզերը, այսինքն սեփական վերաբերմունքը, ասենք այդ էմոցիաներին, որոնք դրված են այս ստեղծագործության մեջ, եւ այսպեսի կապ է ստեղծվում, այ էմպաթիան է, հա, ապրումակցում, եւ սա նաեւ կապված է այդ հուզական բանականության հետ, հուզական ինտելեկտի հետ, եւ սկսում է հուզական ինտելեկտը զարգանալ, երբ որ մենք ինչ է երաժշտություն, դու սկսում ես խոսել հեղինակի հետ։ Այդ հեղինակը միգուցե արդեն վաղուց ողջ չէ օրինակ, բայց իր մտքերը այդ երաժշտության մեջ են։ Կամ չես ճանաչում այդ մարդուն, բայց ինքը քեզ հետ մտնում է երկխոսության մեջ։
Պարոն Գանջումյանից հետաքրքիր է ձեր ասածից ենթադրում եմ, որ հեղինակը ցանկացած ստեղծագործություն ստեղծելիս պետք է ապրի։ Նախ հուզում տեղի ունենա իր ներսում, իր հոգում, չգիտեմ, մտքում եւ հետո նոր ստեղծվի ստեղծագործությունը։ Իսկ լինում է, երբ որ որակյալ երաժշտությունը մտածածին է լինում, այսինքն ես մտածում եմ ստեղծել այսպիսի երաժշտություն եւ դա ստեղծվում է։ Իդեպ ձեզ ասեմ, աշխարհում շատ ստեղծագործություն, լավագույն ստեղծագործությունից հենց պատվերով են ստեղծվել, այսինքն պրոֆեսիոնալ մարդու համար, եթե դա եղել է պատվեր, մենք դասականների մեջ կարող ենք շատ տեսնել այսպիսի դեպքեր, շատ են։ Դե բնականաբար այդ մարդկանց աշխատանքն է եղել եւ դա դեռ բնական է եւ այստեղ կա այսպիսի բան, իրական արվեստագետը կընտրի ինչ գրի, ինչ չգրի։ Դա մեկ, որովհետեւ դու հասկանում ես, որ դու ունես առաքելություն։ Դու ուղղակի sense ինչ որ մեքենա չես, որ ինչ ասեցին արես։ Դու ունես բարոյական ինչ որ տեսլական եւ այստեղ էսպիսի բան կա, որ կարևորը որ արհեստացին չլինի։ Կա երկու բան այստեղ ես կառանձնացնեի։ Առաջինը, որ կարկինով եւ կանոնով երաժշտություն չեն գնում։ Ես որ ասացի այդ vocation-ը լինում է եւ կա նյութ, որի հետ դու աշխատում ես, այդ աշխատանքն էլ լինում է հենց ինչ անպայման այնպես չէ, որ դու պետք է բացես գրքերը կամ չգիտեմ ինչու սկսես, դա ծնվում է, դա ստացվում է եւ եթե կա առաջին vocation-ը, ուրեմն դա շատ բնական է։ Եվ կա երկրորդ բան, որ արվեստագետը ըստիս պետք է սկզբունքակենտրոն կարողանա կառավարի իր ստեղծագործական կյանքը, այսինքն դիմնա սկզբունքներ։ Եվ ես անձամբ ինձ համարում եմ այդ կոմպոզիտորներից, որոնք ունեն սկզբունքներ եւ անկախ ասենք, չգիտեմ, հոնորարներից կամ այլ ինչ որ բաներից, եթե այդ երևույթը ինձ խորթ է կամ ինչ որ այդ գաղափարը կամ չգիտեմ, այդ ներկայացումը, այդ ֆիլմը, այդ մոտեցումը, մեկնաբանումը այն ինչ որ պիտի լինի, ես չեմ համաձայնվի աշխատել։ Եվ հենց այնպես չեմ ասում, եղել են այդպիսի դեպքեր, որ ես ասում եմ, ես կկորցնեմ իմ ինքնությունը, եթե ես, ասենք, դա անեմ, բայց ցավոք հենց դա է հարցը, որ շատերը այդ կոճակը անջատում են, այդ խղճի, չգիտեմ ինչի, եւ մոռանում են, որ դա կրթական ֆունկցիա է, չէ՞, եւ նայում են տարբեր մարդիկ եւ երեխաներ եւ այլն, կարեւոր է որ դա իրենց համար, շատերի համար ցավոք որ դառնում է ուղղակի բիզնես։ Երևի թե այդ կոճակի անջատվելու հետևանքով է, որ մենք ունենում ենք ոչ որակյալ երաժշտություն, ցավոք։ Իրենց մեկը, իրանք հասկանում են կոնվեյերի պես, իրանք տան ուտեղ նաեւ իր որակն է տուշում, որովհետեւ եթե դու իսրտե այդ երևույթը ամբողջ քո հոգով ոգևորությամբ չես զգում, ուղղակի կատարում ես մի բան, որը կվաճառվի, բնականաբար դա շատ կարճ կյանք է ունենալու։ Դու հոգուտ խորքում հասկանում ես, որ այն չէ ինչ որ ես անում եմ, բայց դա աշխատանք է, ոչինչ, աշխատանք է։ Չկարելի այդպես ըստ իս եւ ես համոզված եմ, որ ես ճիշտ եմ։ Ամեն դեպքում պետք չէ։ Պետք է արվեստը հենց այդ մակրազերծող ֆունկցիա ունի, պետք է արվեստը մակրի աշխարհը եւ մարդկանց մտքերը տանի դեպի լույսը, այլ ոչ թե դեպի խավարը։ Իսկ այսօր ամբողջ աշխարհում շատ բաներ հենց մարդկանց մտքերը կապում են շատ ու շատ անգամ հենց տարբեր դեվիանտ երևույթներին, ասոցիալ եւ այլն, այսինքն այն ամեն ինչին ինչ որ հատուկ չէ։ Պսակին արարչագործության։ Մարդը կարող է մնալ լույսի կողմ, միայն պետք է ունենա հավատ եւ կարողանա կամքի ուժ դրսեւորել ու լսել իր սրտի ձայնին։ Եվ այդ դեպքում մարդը կմնա լույսի կողմ։ Դուք ինչ եք կարծում, մարդը որ դեպքում կմնա լույսի կողմ ու ինչպես լուսավոր արարել։ Հենց հավատալով եւ աղոթելով, որովհետեւ ես այդ ստեղծագործության հաջողությունը եւ այդ մանկրազերծող բանը որ կա, ես գիտեմ որ կա, բայց չէ որ sense ինձ են վերագրում եւ դա ստացվել է այն բանի համար, որովհետեւ ես հավատացել եմ, որ ցանկացել եմ, որ Աստված տա ինձ այն ոգևորությունը, որ ստեղծվեն ստեղծագործություններ, որոնք մարդկանց կօգնեն մնալ լույսի դաշտում։
եւ սա համարում եմ այդ ստեղծագործությունները համարում եմ Աստծո օրհնություն իմ կյանքում։ Եվ նրա ուժով, նրա օգնությամբ ա դա եղել միանշանակ։ Լավ ստեղծագործողները այսպես համեմատել են բժիշկների հետ, հոգու բժիշկների հետ, որովհետև լավ երաժշտությունը կարող է իսկապես հանել տխրությունից, հանել վատ վիճակներից։ Ես միշտ այդ համեմատությունը տարել եմ։ Ես էլ բեկ որտենց ասում եմ, ես էլ եմ բժիշկ։ Ես էլ երաժշտությամբ եմ ինչ որ լումա ներդնում մարդկանց առողջության մեջ։ Դե գաղտնիք չէ, որ դեռ հին աշխարհից մեզ հասել է, չէ, երաշտաբուժությունը, շատերն էին զբաղվում դրանով, Պյութագորասը եւ այլն, շատ փիլիսոփաներ ուսումնասիրել են այս հարցը եւ այսօր է կա երաշտաբուժություն, որը արվեստաբուժության մի ճյուղն է համարվում։ Դուք ունեք ինչ-որ ռիտուալներ, արարողակարգային ինչ-որ թեկուզ առանձին ինչ-որ սենյակ, ինչ-որ միջավայր, որտեղ որ ստեղծում եք, թե երբ որ այդ կայծը գալիս է, անկախ նրանից որտեղ եք։ Շատ կարող է գալ շատ անսպասելի եւ անպայման չի դու լինես ինչ-որ ստեղծագործական միջավայրում եւ նակին կինը գիտի երեխաներս էլ հիմա առաջ երբ որ ամուսնացած չէի ծնողներս էին հանդիպում այդ երևույթին, որ ես մեկ էլ հանգարց ինչ-որ այդ կայծը աշխատում էր մտքիս մեջ եւ հետո ինչն է հետաքրքիր դու այդ ժամանակ դա ֆիքսում ես ու հետո ուղեղիդ մի մասը անընդհատ դա դրա վրա աշխատում է չի լինում որ մոռանաք բանը չէ այդ ժամանակ գիտեք ոնց է ասենք դու ոգեորվեցիր ասես ինչ լավ գաղափար էր կամ այս ինչ որ ես հիմա մտածում էի ինչ որ բանից ազդվել էի կամ բան հիմա դա դարձավ երաժշտություն ու դա սկսում է աշխատել մտքիդ մեջ ու դու չգիտեմ կարող ուրիշ գործերով զբաղվես բայց քո ուղեղը շարունակի դա մշակել մեկ էլ ասենք չգիտեմ մի քանի ժամ հետո ասես ճիշտ այստեղ հարմոնիան այսպես պիտի լինի մեկ էլ ուրիշ բան ես անում այստեղ այսպեսի անցում պիտի լինի այսինքն ուղեղդ անընդհատ դրանով զբաղվում է հետաքրքիր է իսկ լինում է որ գրեք որպեսի չմոռանաք գրում եմ եթե կա այդ հնարավորությունը ձեռքից տակ անպայման նոտագրում եմ կամ ձայնագրում եմ այսպեսի բան կա չէ որ նկար են պատվիրում ասում եմ մի 10 օրից պատրաստ կլինի հետո 10 օր անցնում է ասում են եկեք իմ արվեստանոց եւ որ գնում են ուղիղ մի քանի րոպեում մի 10 րոպեում նկարում է տալիս է ասում էր 10 օր բան այսքան մեծ հոնորար եւ այլն ասում այս 10 օր մտածել եմ չէ սա այսպես է ամենակարևոր ու առաջնային փուլը մտածել մտքում հոգում ոգևորվել այդ ինտենցիան պետք է լինի այդ ինտենցիան այսինքն այդ հակվածությունը անդրադառնալ այդ թեմային այդ ոգևորվածությունը բայց դա համար պետք է սիրել աշխարհը պետք է սիրել մարդկանց դինամիկ արագ տեմպերի մեջ կարծես թե վազում ենք երջանկության հետևից մոռանալով որ երջանկությունը իրականում շատ փոքրիկ բաների մեջ է ինչպես պահենք այդ բալանսը ինչպես չհեռանանք իրական երջանկությունից պետք է նկատել ամեն ինչում ուրախություն այ գոյի ցնծություն այսպես ասեմ որ կաս որ տեսնում ես լսում ես ապրում ես խոսում ես շփվում ունես մարդկանց այդ սոցիալական այդ հարաբերությունները դա արդեն այն հրավառությունն է որը միշտ քեզ հետ է այդ տոն է որ միշտ քեզ հետ է այն որ դու կաս այդ քո լինելը դա տոն է որ միշտ քեզ հետ է եւ եթե մարդիկ ապրում են իրադարձությունից իրադարձություն ինձ թվում է դա օրինակ այդ տարբերակը ինձ համար խորթ է չգիտեմ 1 ամսից պետք է գնանք այստեղ կամ 15 օրից այստեղ կամ կես տարուց պետք է այս գնումը անենք, բայց մնացած ժամանակ։ Բայց պարոն Գանջումյան, չի լինում, չէ, առանց պլանավորել։ Պլանավորել ես էլ եմ պլանավորում, բայց գիտեք դա նման է ինչի։ Ոնց որ գնաց մի քաղաքից մյուս քաղաք, ասեք A-կետից B կետը, չէ, բայց ընթացքում ոչ մի բան չնկատես, որ գեղեցիկ ծառեր, գեղեցիկ, չգիտեմ, մարդիկ էին, բնություններ, սա էր եւ այլն։ Իսկն այդ ճանապարհն է պետք է վայելել իր բոլոր, այսպես ասած, այդ կենցաղային անգամ պահերով հանդերձ Եվ որ ամենակարևորն է պետք է կարողանալ դա փոխանցել գալող սերնդին, երեխաներին։ Օրինակ, ես միշտ այս արագ տեմպերում միշտ չեմ մոռանում, որ դուրս են գալիս, թեկուզ գեղեցիկ լուսին եմ տեսնում, ասում եմ, տեսեք ինչ գեղեցիկ լուսին է։ Տեսեք ոնց են ծառերը դեղնել։ Միշտ փորձում եմ բնության հետ կապը պահել ու այնպես դաստիարակել երեխաներին, որպեսզի իրենք որսան կյանքի գեղեցիկ պահերը։ Դա հրաշալի է։ Ես էլ եմ սովորացել երեխաներից, ես եւ կինս աչքերով նկարել
Աչքերով նկարի։ Չտակրքիր է։ Դա եղավ մեզ խորհուրդ տվեցին, երբ որ մենք արտերկրում ես ու կինս մեկ էլ պարզվեց, որ մի կոճակ էինք սեղմել 20 տարի առաջ էր 15, որ բոլոր նկարները ջնջվել էին, որտեղ մենք եղել ենք երկուսով եւ մենք շատ տեսակ այսպես տոп ռեժիմի մեջ չենք ցակ տհաճ բաներ, զգացողություններ էր, մի մարդ ասեց կարևորը նկարել եք, չէ՞ աչքերով։ Ասեցինք ճիշտ է ասում, աչքերով նկարել ենք։ Դա մնաց մեզ հետ, նկարել աչքերով։ Ասում կարևորը այն որ իսկապես մեր ուղեղը այնպես է ստեղծված, որ ամեն ինչ այնտեղ մնում է։ Դա էլ հետաքրքիր արդյական հարց է, պետք չէ լսնել այն աղբով։ Շատ կարևոր խորհուրդ էր պարոն Գանջումյան։ Մենք ես երբեք օրինակ այդ ասում չհամակարգված ինչ որ ինֆորմացիա է, չէ՞ լինում համացանցում հաճախ, այսինքն այս դարակներում չդրված եւ շատ կարևոր է որ մենք ինչ անենք, մենք հաստորեն նկարենք աչքերով եւ ամեն ուղղակի պահը չանցնենք, ամեն ինչ զգանք, հենց այնպես չքայլենք, հենց այնպես չսնվենք, հենց այնպես չխոսենք, հենց այնպես չստեղծագործենք եւ զգանք մեր լինելը զգալ։ Շատ արդիական հարց է։ Զգալ լինելը հետաքրքիր։ Այո, ռոբոտացված մեր կյանքում շատ կարևոր է զգալ, էմոցիոնալ լինելը։ Հեռախոսով ուտումվես, չէ, ասում են ընտրիկ են արում, զգացիր ինչ կեր, ընդհանրապես ինչ ճաշակեցիր, ըմբոշխնեցիր, չէ, այնտեղ ուրիշ ոնց եւ ամեն ինչը։ Ինչ անում ես պետք է լավ անես, շփվում ես պետք է լավ շփվես, երաժշտություն ես գրում պետք է լավ գրես։ Ամեն ինչ անել եւ առաքելության այդ միսիայի առաքելության այդ կարմիր թելը երբեք չպետք է կտրվի, որովհետև միայն եթե դու ունես առաքելություն ունես կյանքում սկզբունքներ, բայց սկզբունքները ինչ է։ Ինչն են, որոնք են պահանջմունքը որն է այդ, որ կառուցել, որպեսզի ես սիրում եմ այդ խոսքը, որպեսզի բավարարել դիմացինի կառուցողական պահանջմունքները, չէ՞։ Այսինքն այնպիսի բան անել, որ դիմացինին իսկապես օգուտ կտա։ Իսկ երբ է առաջանում այդպիսի ցանկություն անել մի բան, որ իրական օգուտ կտա դիմացինին, երբ որ դու այդ դիմացինին սիրում ես։ Երբ ես սիրում դիմացինին, երբ որ ունես հոգևոր հայացքներ արժե համակարգ եւ Թումանյանը ինչպես ասել էր, ասում է միշտ դեպի վեր, դեպի լույս անմար։ Կարելի է ասել, որ սերը փոխարը ստացում է։ Միանշանակ շատ լավ ձևակերպում էր դեպ։ Հենց մեզ տրված այս աշխարհը, որպեսզի մենք այդ մեր շփումներով, մեր միասին կյանքը կիսելով իրար հագեցնենք եւ լցնենք այդ տիեզերական աստվածային սիրով մարդ լինելու, մարդ մնալու եւ շփվելու աշխարհի հետ։ Պարոն Գանջումյան, կենցաղում երբեմն սերը վերածվում է ավելի շատ միասնական մնալու գաղափարի։ Դուք համաձայն եք այդ մտքի հետ։ Գիտեք ինչ է, կենցաղում միշտ առաջանում են ինչ որ հարցեր եւ ես հաճախ նորապսակներին դա ասում եմ, ասենք տարբեր հնարավորությունների դեպքում, որ մի մտածեք, որ սենց ընդհանուր սենց պետք է ոչ մի խնդիր, ոչ մի մոլախոտ չաճի ձեր ճանապարհին, չէ, բայց կարևորը հենց այդ տեսնել եւ մոլախոտերը չջրել մյուս գեղեցկությունը։ Առավել եւս երբ որ վատը ավելի հակված է սնվելու ու մեծանալու։ Իհարկե, եւ որ մեր կյանքում ով է իդեալական, այսպես։ Մենք բոլորս կարևորը գտնվենք այդ վերշարժման մեջ։ Լսենք, հասկանանք, փորձենք այդ էմպաթիկ ապրումակցում այդ ասվածը կիրառել, աշխատենք մեր էմոցիոնալ հուզական ինտելեկտի վրա, որ այսօր գիտեք շատ ակտուալ է աշխարհում։ Կարողանալ հասկանալ քո հույզերը, կարողանալ հասկանալ դիմացի հույզերը եւ այդ փոխգործակցությունը ճիշտ կազմակերպել քո եւ դիմացինի այդ հույզերի։ Շատ կարեւոր է սա։ Եվ չէ, ուղղակի սերը տարբեր ուրեմն փուլերով է անցնում եւ փուլերը ոչ թե ըստ իս հաջորդում են մեկը մյուսին, այլ հարստացնում են։ Իսկ այսօր այս շերտներ, վաղ այս շերտն էլ ավելանում։ Երբ որ մենք մոլախոտերը չենք ջրում։
Այսինքն ինչ է օրինակի համար ինչ որ մի բանով չէ, դու ավելի ես սրում, չգիտեմ, խռովում են իրարից կամ բան, չի կարելի աստիս։ Եվ մենք երբեք այդպես չենք անում։ Ինչ որ խնդիր է, մենք միասին խոսում ենք, հասկանում ենք եւ շատ կարևոր աղոթում ենք եւ դուցումը գալիս է։ Եվ ինչպես որ ես մի այսպիսի բան եմ միշտ ինքսից մտածում, դու այսօր ավելի հարուստ ես, քան երեք։ Ինչու՞, որովհետեւ երեք դու չունեիր այսօրվա քո շփումները, քո այսօրվա մտքերը, քո այսօրվա այն ամեն ինչ որ քեզ ուրախացրել է, իսկ այսօր ունես նաև այն ինչ որ վաղ ունես, ինչ որ այսօր է կա։ Ամեն հաջորդ օր լցված է նաև նախորդ օրվա գեղեցկությամբ։ Պարոն Գանջում, ես երբ ձեզ լսում եմ ձեր տարբեր հարցազրույցներ, հետաքրքիր է, որ դուք ամեն օրից վերցնում եք միայն դրականը։ Ինչպես է այդպես ստացվում։ Ինչպես վերցնել միայն դրականը ու պահել եւ ամբարել եւ հարստանալ։ Դուք շատ ճիշտ ասացիք, ամբարել։ Հիմա այդ ընտանեկան հարաբերություններում էլ պետք է ամբարում է լինում։ Օրինակ ես այսօր իմ կյանքից ընկերոջը ավելի լավ եմ ճանաչում եւ մենք շատ օրեր ենք միասին կիսել եւ այսօրվա մեր փոխհարաբերությունները ավելի հագեցած ու հարուստ են, քան երեկվա, քան 1 տարի առաջ, քան 10 տարի առաջ, շուտով 20 տարի կլինի եւ փաստորեն Իրանի որ այսպես է։ Իրանի երբ որ այսպես է։ Եվ մեր կյանքում էլ, այո, օրը գնաց եւ պետք չի փչացնել այդ օրը, այնքան հեշտ է օրը փչացնել։ Այնքան հեշտ է այս բաժակը sense շուռ տալ ու ստեղ, չգիտեմ, գետինը կեղտոտել եւ այլն։ Պետք չի։ Պետք է ամեն օրվա առաքելությունը պետք է հասկանաս, ոչ թե գաս ինչ որ կարծես թե շատ գործ արեցի, այս բաժակը գցեցի այն կողմ, այս սեղանը շուռ տվեցի, կարծես թե շատ գործ արեցի։ Դիեզերքում։ Դու պետք է հասկանաս, միգուցե այդ օրվա քո գործը ո՞րն էր, որ գաս այս բաժակը մի քիչ sense շուռ տաս, հետո բիկում խմես, դնես տեղը, ոչ թե քանդես։ Մարկանց թվում է շատ ժամանակ որ իրանք շատ գործ արեցին, բայց այդ գործը քանդել էր։ Իսկապես իրանք հոգնեցին, իրանք շատ բան արեցին, բայց դիեզերական հայացքից որքան էր դրա օգտակար գործողության գործակիցը, ինչքան էր։ Այս սա խապկանք է եւ սա չար խապկանք է։ Մարկանց թվում է շատ ժամանակ նույն արվեստի մեջ որ իրանք այսին ինչ բաներ արեցին, բայց դրա արժեքը դիեզերական նշանակության մեջ ինչ էր։ Սա շատ կարևոր է։ Եվ երբ որ մենք ապրում ենք այս հայացքներով, մենք ամբարում ենք, ինչպես որ դուք ասացիք, եւ ամեն մեր հաջորդ օրը ինչի է ավելի հագեցած, որովհետեւ նախորդ օրվա քաղցրությունն էլ արդեն այդտեղ։ Իսկ ինչ խորհուրդ կտաք երեխաներին, քանի որ դուք ձեր գործի բերումով շատ եք աշխատում երիտասարդների, երեխաների հետ, ինչպես օգնել նրանց, որպիսի տարբեր վախեր չխանգարեն իրենց, թեկուզ հենց ստեղծագործության մեջ կամ այլ մասնագիտություն ընտրելուց, քանի որ համադրումը հենց խորհրդատվական հարթակ է եւ դուք համադրելով ձեր բնավորության ուժեղ կողմերը պետք է խորհուրդ փոխանցեք ապագա սերնդին, ինչ կասեք երեխաներին, պարոն Գանջիմյան։ Երեխաներին կասեմ, որ նրանք հասկանան, որ իրենց սպասում է մի անվերջություն, բայց դա չի նշանակում անհոգություն։ Երեխաներին դե նայած ես ավելի շատ կասեի ծնողներին, որովհետև ես լինելով այդ մանկավարժական գործընթացների մեջ հասկանում եմ, որ ծնողները շատ ղեկի իրենց ձեռքում հասկանում եք եւ կարող են տանել դեպի կործանում վթար այդ նավը, որի վրա երեխաներն են եւ հակառակը դեպի նոր հորիզոններ լուսավոր։ Ծնողները, գիտեք ինչ, ծնողները պետք է ավելի շատ սեր տան իրենց երեխաներին։ Դա ապացուցվածել է նույն հապումները, խոսքը, բարի, ոգևորելը, երբեք պիտի չասեն նսեմացնող խոսքեր, պիտի բացառել։ Ինչքան է լարված ես, պիտի չասես։ Պիտի արարք առանձնացնես իրենից, ոչ թե ինչ հիմարն ես, ինչ հիմար բան արեցիր։ Դա սարուձոր է։ Հասկանում եք, հիմար բան արեց, բայց ինքը հիմար չի։ Կարող է նաև չանել։ Եթե ինքը հիմար է, ինքը կշարունակի ապահովել, որ ինքը հիմար է, որովհետև ինքը հասկացել է, որ ինքը հիմար է։ Շատ կարևոր բան է սա։
պետք է ասես, որ դու շատ բան կարող ես անել եւ ամենակարևորը որ դու անես, օրինակ այսօր սովորես, կարդաս, իմանաս, սա ինքնանպատակ չի, պետք է մոտիվացնել, ինքը պետք է հասկանա։ Ինչի սովորի օրինակ պատմություն կամ աշխարհագրություն կամ քիմիա կամ ինչու։ Սովորի ոչ թե գնահատականի համար, այլ նրա համար, որ վաղը շատ օգուտ տա։ Իսկ երբ որ մարդ օգուտ չի տալիս, ինքն է ուրախ չի լինում, ինքը երջանիկ չի լինում։ Անկամ կարելի է հասնել մեծ նյութական հնարավորություններ, բայց այդպիսի դեպքեր շատ կան, ես ուսումնասիրել եմ համաշխարհային փորձից, բայց իրանք զգում են այ մարդ, այս ինչ-որ անում ենք, ոնց որ օգուտ չի տալիս եւ փոխել են իրանց ուղղությունը, որովհետեւ նույն Մասլոյի բուրգը ունենք, չէ՞, մեր պահանջմունքների, ինչա, այնտեղ այո, վերջում ինքնայիրացումն է, որը նշանակում է փորձել ինչ անել, օգուտ տալ աշխարհում ինչ կա, ես որտեղ կարող եմ իրացվել, բացի ասենք իմ նեղ, ասենք նյութական ապահովություն եւ ինքնայիրացումն է։ Դա պահանջմունք է։ Եվ երեխաները կարող են հենց ինքնայիրացվել անգամ մանկապարտեզից, դպրոցից, երբ որ օրինակի համար ասում են, գիտես, ես կարծես թե իմ մոտ ամեն ինչ լավ է, բայց նկատի, որ նրա մոտ ինչ-որ մի բան է, ինչ գնամ նրան էլ օգնում։ Ինքնայիրացումը։ Այ հենց սա ինչ մասին խոսում ենք, սիրել եւ աշխատել այդ ուղղությամբ եւ դու էլ կլինես երջանիկ։ Խոսքով սա է ծնողներին այս խորհուրդները ասել, որ ոգևորել երեխաներին, մոտիվացնել նրանց, որ կիրառական է քո գիտելիքն, ինչով զբաղվելու ես, եւ առանձնացնել հարարքը անպայման իրենցից։ Եվ եւս մեկ բան, երբեք, եթե ինչ որ միտեղ կա լարվածություն աշխատանքի ոլորտում կամ քո կյանքի այլ սֆերաներում, հանգարց այդ լարվածությունը չբերել, չծանրաբեռնել, չլցնել դա երեխաների վրա։ Ինչը շատ հաճախ արվում է ծնողների կողմից, չէ՞, ինչ որ բանի զայրացած է, բայց այդ էներգիան ինչ որ ձևի գնում է դեպի դեստրուկտիվ հուն եւ երեխաների վրա է ուղղված, եւ սա նաեւ պետք չի անել երբեք կյանք այդ ասենք կնոջ ամուսնու հանդեպ երբեք պետք է չփչացնել։ Տեսեք, sense ինչ որ բլից այսպես մի մտորում ստացվեց իմ կողմից կապված այս առողջ մթնոլորտի, առողջ սերունդի հետ կապված։ Երբեմն մեծերին թվում է, թե ինքնիրացումը ինչ որ հասուն տարիքից հետո պետքա դրսևորվի, ինչ որ սովորեցնելով տարբեր շերտերում ինքնադրսևորվելով։ Եվ պարոն Գանջումյան, շատ ինձ հուզում է ամեն դեպքում այս հարցը, շարունակությունը կուզենամ տակ, կարծեք թե տեսականորեն հեշտ է ասել, խորհուրդ տալ, այլ գործնականում մեխանիզմներ կան կիրառելու, օրինակ, երբ որ ինչ որ բանից բարկացած ես չուղղել այլ հուն, որտեղ պետք չէ ուղղել, գործնականում մեխանիզմներ կան կառավարելու այդ էմոցիաները։ Դե գոյությունի սուբլիմացիա հասկացությունը, երբ որ դու քո այդ հույզերը բացական կարող ես ուղղել ուրիշ տեղ եւ կառավարել, գիտեք ինչ, հենց օրինակ դեկուս դու հասկանաս, որ պետքա ստոպ ամեն չէ, քեզ տրված է հնարավորություն մտածելու նոր պատասխանելու օրինակի համար եւ շատ կարեւոր է, երբ որ դու զգում ես այդ զայրույթի ալիքը, դու կարողանաս հենց դա էլ հուզական բանականություն է կառավարես քեզ եւ որպես կանոն որոշ մի քանի վայրկյան հետո անգամ դու ուրիշ ձևով ես նայում դրան, քանց այդ պահին դու ինչ որ մի բան ասեիր, գործեիր, ինչ որ մի, այսպես ասած, անցնեիր դեպի ինչ որ ակտուալիզացիա գործնական։ Դա շատ կարեւոր է եւ բայց ինձ համար ես էլի եմ ասում։ Ես այդ պահերին մի բան եմ անում, ես սկսում եմ խոսել արարչի հետ, որն ինձ արարել է։ Դու գիտես, չէ՞, ասենք ես մատս ես ոնց եմ շարժում։ Ես ինչու եմ ես ուզում հիմա օրինակ ուզում բարկանա, դու իմ ուղեղն ես ստեղծել։ Ես խնդրում եմ ճիշտ հունով տարի մտքերը։ Եվ ստացվում է։ Եվ ստացվում է, ես ասեմ դա է ինձ համար դա դեղ է, բալասան է, փրկություն է, այս կապը հոգևոր։ Եվ ես շատ հետաքրքիր բաներ գտա, երբ որ ուսումնասիրում էի նաև շատ ու շատ ստեղծագործողների, կոմպոզիտորների, գրողների կյանքը, նրանց մոտ էլ այն մարդիկ, որոնք հետք են թողել այս աշխարհում ինչ որ ունեցել են այդ առաքելության զգացողություն եւ
ինքնատրանսցենդենտ այդ մոտեցումը, որ նրանք հասկացել են, որ նրանք ինչ որ անում են, ասում են, ինչ որ ժամանակավոր չի, կա ինչ որ տիեզերական գաղափարներ, տիեզերական բարոյականություն եւ ներդաշնակություն, եւ իրենք հասկացել են, որ իրենք պիտի այնպես ապրեն, որ իրենց այստեղի գործունեությունը նույնականանա այդ տիեզերական ներդաշնակությանը հետ։ Դա արդեն այդ ինքնատրանսցենդենտ զգացողությունն է, կապված հենց հավատքի հետ, այս հոգեվոր հայացքների հետ։ Դա հենց Մասլոուն օրինակ տեղադրել էր Բուրգի ամենավերջում ինքնատրանսցենդենտ վիճակը, որին ինքը ասում էր, որ դա ամենավերջին պահանջմունքն է, որ մարդ զգա, որ ոչ թե մի քանի տարի հետո ուղղակի հող է դառնալու եւ վերջ, այլ որ իր արարքների, իր գործերի եւ իր հենց կյանքը ունի տիեզերական նշանակություն եւ ինչպես որ սիրում եմ մտքով է սա անցել, ինչ որտեղ չեմ կարդացել, այս երևի իմ ցիտատն է սա, ես ասում կյանքն առանց հավերժության հեռանկարի անիմաստ է, կյանքն առանց հավերժ ապրելու հավերժության հեռանկարի անիմաստ է, եւ մենք ինչ որ հիմա մեր կյանքում անում ենք, աշխատում ենք, ամեն ինչ պետք է նայել այդ հավերժի հեռանկարից, եւ այդ ժամանակ արդեն սկզբունքները դե կառավարես, իմանաս ինչ անես, ինչ չանես, ինչ երաժշտություն գրես, ինչ երաժշտություն չգրես, ինչ չգիտեմ բիզնես անես, ինչ բիզնես չանես, որովհետև քո մեջ աշխատում է խիղճը, որը կապված է հենց այն պահանջմունքների հետ տիեզերական նշանակության, տիեզերական ներդաշնակության։ Եվ այդ ժամանակ կյանքդ ընթանում է դեպի լույս։ Այդ իսկ պատճառով էլ շատ ստեղծագործություններ ունեն ճշմարտության ուժ եւ ապրում են հավերժ։ Այո։ Որովհետև սկզբունքակենտրոն մոտեցմամբ են գրվել, սկզբունքակենտրոն։ Գիտեք, այսպեսի պոեզիայի մեջ կա այսպեսի բան, որը հենց Սաղմոս է։ Դարմանը քամին փչում է, ուր ասես թռնում է, չէ՞։ Դարմանին թվում է, որ ինքը ազատ է։ Բայց ծառը, որը ասում է ջրերի մոտ է տնկված, ինքը չի շարժվում, չէ՞, բայց պտուղ է բերում, ծաղկում է, որովհետև սնվում է հենց այդ տիեզերական ջրերից։ Ինքը կարծես չի շարժվում, բայց ինքն է իրական ազատը, որովհետև տիեզերական ինչ որ ներդաշնակության մեջ է ինքը գտնվում եւ իր գործը չի կորչում։ Իսկ դարմանը քամին ոնց փչեց ինքը թվում է, այսինչ լավ ազատ եմ, բայց անիմաստ է։ Կարելի է ֆիքսել, որ իրական ազատությունը ներքին ազատությունն է։ Ներքին ազատությունը, որը ներդաշնակ է գոյի լայն իմաստով, հավերժի, աստվածայինի ներդաշնակությանը, դա է ազատությունը։ Մնացածը ստրկություն է ըստիս։ Ըստիս չէ։ Այդպես է ասում դարավոր իմաստության եւ գրականությունը եւ տարբեր մարդիկ, ովքեր մտածել են սրանց մասին եւ Սուրբ Գիրքը։ Շատ շնորհակալություն բովանդակալից զրույցի համար, պարոն Գանջումյան, եւ թերևս մեր հաղորդման ամենավերջին հարցը, քանի որ համադրումը վեր է հանում մեր հյուրերի բնավորության խորը շերտերում թաքնված ամենակարևոր գծերը, ձեր բնավորության ամենակարևոր գիծը, որ դուք շատ եք սիրում, ո՞րն է։ Գիտեք ո՞րն է։ Ես հետաքրքիր է տարիքի հետ է ինչ թե սկսում ես մտածել ավելի շատ այդ բաների մասին։ Կարծում եմ ես հուսալի մարդ եմ։ Ես համոզվել եմ դրա։ Ես չեմ սիրում երկ երեսանի բաներ, չեմ սիրում ըմբասանք, չեմ սիրում դավաճանություն, չեմ սիրում հուսալիություն եմ սիրում։ Ես կողքից որ sense ինչ որ ինքնարեֆլեքսիա եմ անում, տեսնում եմ որ կուզենայի այսպեսի մարդու հետ իմ շրջապատում շատ լինեին այսպեսի մարդիկ։ Դա անամեստ է, ինչու՞։ Չէ, բայց այսինքն հենց այդ գծի համար։ Եվ փաստացում որ կան այդպիսի մարդիկ, ինձ համար շատ կարևոր է որ մարդ լինի կայուն, ոչ թե բարևի հետո մարդը գնա դեմքի հատեցությունը փոխվի։ Գիտեք, ես sense եմ ասում, մարդ ինքն իր հետ, որ մենակ է, ո՞նց է։ Այդ դա շատ ինքսից դրա մասին մտածում եմ, ինքը իրան կարող է ժպտալ, ասենք, ինչ որ մի բան հիշու բարի ժպիտով, չգիտեմ, ժպտա, կամ ինքը իր հետ ո՞նց է։ Ասենք մարդ չկա ուրիշ։ Դա մարդու բնական վիճակն է։ Ինձ դուր է գալիս, որ ես մենակ եմ, ընտանիքիս հետ եմ, հարցազրույցի եմ, աշխատանքի վայրում ես զգում եմ, որ ես նույնն եմ։ Իսկ ես չեմ սիրում կեղծավորություն։ Սա ավելի sense ինձ թվում է չունեմ ես աշխատում եմ լինել անկեղծ ու ուրախ եմ որ գտնում եմ որ ինձ հենց այդպեսին էլ գտնում եմ այսպես ասած։ Շատ հաճելի է, թերևս հուսալի լինելը ինձ թվում է իր մեջ պարունակում է եւ անկեղծ լինել եւ բարի լինել, հուսալի մարդը ոնց կարծես թե բոլոր լավ գծերի համադրությունը
լինի։ Ես գիտեմ, որ ունեմ սկզբունքներ, որ երբեք այդ սկզբունքները չեմ անցնի, ինչ էլ որ ոնց էլ որ լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ հաճելի զրույց էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք։ Մեր հյուրի խոսքը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ երբ լսում ես քո ներսի ձայնը, ստեղծվում են այնպիսի բաներ, որոնք դիպչում են շատերի սրտերին։ Իսկ դուք, սիրելի հետևորդներ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ հետեւել մեզ հետագա թողարկումները բաց չթողնելու համար։